Արարատյան խոհանոցն է եթերում իր նախատոնական ծրագրերով բարև ձեզ բարեկամներ, շատ ուրախ եմ, որ միասին ենք և շատ ուրախ եմ, որ մեր հաղորդումները հետաքրքրել են ձեզ և ունկնդրում եք այն։ Բարեկամներ, ինչպես նշեցի, նախատոնական օր է և ուզում ենք այդ օրը մի մեր աշխատանքով, մի բանով օգտակար լինել ձեզ։ Երբ որ մոտենում է հատկապես ամանորը, բոլորի մոտ հարց է առաջանում ինչ աղցան պատրաստենք, ինչ ուտեստ պատրաստենք, ինչպես զարդարենք մեր տոնական սեղանը։ Եվ այսօր մենք հենց այդ օրվա համար ենք հավաքվել և իմ հյուրն է, ով պիտի ներկայացնի մի գեղեցիկ ուտեստ, Սյուզի Սարգսյան, ձեզ արդեն քաջածանոթ, մեր լավ բարեկամ, շատ ու շատ հետաքրքրված խոհանոցով։ Ողջույն Սյուզի։ Բարև Սետրագյան, միշտ լավ։ Տրամադրությունը բարձր է, ես տեսնում եմ, և արդեն համոզված եմ, որ մի լավ գեղեցիկ ուտեստ ևս մեկ անգամ մենք պիտի մատուցենք մեր հեռուստադիտողներին։ Խնդրում եմ թվարկել և նշել, թե ինչ պիտի պատրաստենք և ինչպես։ Մենք այսօր պատրաստում ենք խորտիկ մեր տոնական սեղանի համար, որտեղ մեր խորտիկը մատուցում ենք շատ հետաքրքիր սոուսով, թանձրուկով, այդ թանձրուկը ես գտել եմ 1881 թվի մեր հայկական խոհարարական գրքից, որը հրատարակվել է Թիֆլիսում։ Եվ ինձ այնպես հետաքրքրեց, որ ես որոշեցի, որ այդ թանձրուկը անպայման պետք է ցույց տալ։ Շատ լավ, ինչ բաղադրություն ունի թանձրուկը։ Թանձրուկը ուրեմն գինով է պատրաստվում, սև սալորով և չամիչով և մեկ էլ լիմոնով։ Սև սալոր, չամիչ և կիտրոն։ Շատ լավ։ Եվ թանձրուկը, որ շատ արժեքավոր է նախ և առաջ, որ հին է և նախ և առաջ, որ հայկական է, պիտի մատուցենք լեզվի հետ միասին։ Լեզվի հետ միասին։ Կարող ենք միանգամից, եթե միանգամից ենք մատուցում, կարող ենք գեղեցիկ կտրտել լեզուն և միանգամից թանձրուկը լցնել վրան։ Իսկ եթե դա պետք է սեղանի վրա մնա, մենք կարող ենք առանձին թանձրուկը առանձին մատուցել, որպեսզի չփչացնենք։ Շատ լավ։ Մենք իհարկե հիմա կմատուցենք ամբողջ իրար հետ, դա ավելի գեղեցիկ կլինի։ Ուրեմն սկսում ենք մեր թանձրուկից, մի գթալ ալուր, կարակով մի փոքր բովում ենք։ Եվ մի թեյ գթալ էլ ալուր, եթե կարելի է։ Այսպես, հա։ Սա թանձրուկն է, 1881 թվականին գրված։ Ես ենթադրում եմ, որ դա, եթե կարելի է, ես ենթադրում եմ, որ դա Նախիջևանի կողմերից է թանձրուկը, որովհետև ես մեկ ուրիշ գրքի մեջ էլ նմանատիպ թանձրուկ գտա։ Նախիջևանյան։ Գող տնգավար։ Կարող ենք մի քիչ բովել մեր ալուրը և արդեն կարող ենք մի փոքրիկ սալորը պիտի կտրատենք, թե… Սալորը կտրտենք և եթե կարելի է ջուրը արդեն լցնենք, շատ երկար չբովենք։ Ջուրը և գինին արդեն կարող ենք լցնել։ Մի փոքր ջուր ենք լցնում և 100 միլիգրամ գինի։ Իսկ սալորը բավական է։ Այո, սալոր բավական է, չամիչն էլ, եթե ունենք թարմ սալորը կարող ենք վերջում դնել, իսկ եթե չոր է, ուրեմն պետք է որպես հիմա դնել։ Սա էլ դրեցինք։ Եվ փաստորեն մեր շատ պարզ թանձրուկը պատրաստ կլինի մի քանի րոպեից։ Այնքան էլ պարզ չէ, ևս մեկ անգամ պիտի նշենք, կարակով բովեցինք ալյուրը, ավելացնենք մի քիչ ջուր, մի քիչ գինի, սև սալորաչիր և չամիչ։ Այո, և հիմա մի փոքր կիտրոնի հյութ, և մի երկու հատ էլ վերջում կկտրտենք, իրենց շատ գեղեցիկ կկտրտենք և կգցենք մեջ արդեն հատիկները։ Կիտրոնը կտրում ենք շերտերով, այդ շերտն էլ նորից 4 մասի ենք անում և գցում վերջում։ Շատ են լավ ենք անում։ Լավ, բավարական է, մի քանի կաթիլ մեզ բավական էր։
Եվ մեր թանձրուկը այսպիսով մի քիչ կթանձրանա եւ պատրաստ կլինի։ Ես սպասում եմ, երբ պիտի ասես կտրատենք լեզուն։ Ես ճիշտն ասած չէի շտապում լեզուն կտրտեի, որտեվ լեզուն շատ վատ հատկություն ունի։ Մուքանում է, երբ որ իր շատ շուտ ես կտրտում։ Արդեն կարող ենք մեր ափսեի վրա արդեն դասավորել, իհարկե, շերտերով շատ գեղեցիկ կտրենք։ Կարող ենք հուշել մեր հեռուստադիտողներին, թե ինչի լեզու է։ Սա իհարկե տավարի լեզու էր։ Իսկ ինչու իհարկե։ Որտեղ միայն տավարի լեզու պետք է օգտագործենք։ Ոչ, կարող եք օգտագործել նաև ոչխարի լեզուն, եթե ուզենաք։ Դա դեր չի խաղում։ Ինձ թվում է, ով ինչ նախընտրում է, եթե ինչ որ մեկին դուր է գալի։ Ինչի կամում լեզուն նախընտրում է։ Հենց այդպես էլ կանենք։ Ափսեի մեջ շարենք։ Արի ափսեի մեջ շարենք, ես էլ կիտրոնը մի փոքրիկ կտրտեմ եւ արդեն գցենք բանի վրա։ Ափսեի մեջ ոնց պիտի շարենք, եթե կենտրոնում էսպես։ Կարող ենք իրեն սենց, այո, այդպես պտտենք եւ կարելի է մի փոքր կանանչիով եւ նռով զարդարել։ Դու նկատի ունես կանաչի եւ նռան համը թե գույնը, ճիշտն ասա։ Եվ նա, ես նուր շատ եմ սիրում։ Եթե խնդրում եմ ինձ կփոխանցեիր կիտրոնը։ Կիտրոնը հանեցի։ Ես կուզեի իրեն էլ մի հատ։ Եթե կորիզներ կա, եկեք հանենք, քանի շուտ է։ Թե չէ մեկ էլ տեսար կերանք։ Մեկ էլ տեսար կերանք։ Ավելի լավ է կտրտենք, այսպես գեղեցիկ։ Մի երկու հատը մի անգամից գցեցի մեջը։ Իսկ երկրորդը մենք արդեն կզարդարենք, որպես հանենք սես մեկով էինք անում։ Ես այսպես եմ սրում եւ այսպես կտրում։ Եվ այս անգամ էլ չենք բաժանում, այլ ուղղակի մի փոքրիկ սենց ճեղք ենք անում, որպեսզի գեղեցիկ դնենք սեղանին։ Երկու շերտը բավական է։ Իհարկե։ Այսպես մի հատ, հա։ Խնդրեմ, այսպես գեղեցիկ կարող եք զարդարել։ Այս մի կողմից։ Եվ մեր թանձրուկը արդեն կարող ենք լցնել։ Մեր թանձրուկն էլ է արդեն պատրաստ։ Նորից հիշեցնեմ բարեկամներ, թե ինչպես պատրաստեցինք թանձրուկ, մի քիչ բովեցինք ալյուրը կարակով, այնուհետև մի քիչ ջուր, գինի, կարմիրանապակ, այո, սալորաչի սև եւ չամիչ, վերջում մի քիչ կիտրոն։ Ջրի փոխարեն կարող եք արգանակ էլ լցնել։ Ջրի փոխարեն կարող եք արգանակ լցնել։ Եվ հիշեք 1881 թվական Թբիլիսի։ Ուրեմն սա էլ մեր թանձրուկն էր, այսպես գեղեցիկ, այսպես գրեցինք և կանանչիով և նռով կարող ենք իրեն զարդարել։ Այսպիսով մեր խորտիկը արդեն պատրաստ է։ Հա? Այո, արդեն կարող ենք մատուցել և դնել սեղանին։ Շատ սիրուն ստացվեց։ Լավ, խորտիկ, հորտի լեզվով, հորտի լեզուն խաշեցինք, մաքրեցինք նրան այն թաղանթից, համեմել ենք աղով պղպեղով ջրի մեջ, կտրատեցինք շերտերի, այնուհետև առանձին թանձրուկ պատրաստեցինք 1881 թվականին թանձրուկ, որ պատրաստվել է մեր հայրենակիցների կողմից Թբիլիսիում, գինով, ալուրով, սև սալորաչրով և չամիչով, վերջում կիտրոնով։ Ահա և ուտեստը պատրաստ է։ Կարծում եմ հենց օրն է, որ մենք այս ուտեստը արդեն գրի առնենք և տոնական օրը մեր ամանորին դնենք և զարդարենք մեր սեղանը։
Բարեկամներ, ես ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր բարեկամին Սյուզիին եւ ցանկանալ, որ ինքը շարունակի այդպես փնտրտուք այդպես դարերի մեջ եւ ընդհանրապես մեր ազգային խոհանոցի յուրաքանչյուր նմուշ գտնելիս ինչպես ուրախանում է, այդպես էլ ուրախանա։ Շնորհակալություն Սյուզան, ապրես դու, հարգելի հեռուստադիտողներ, իսկ ընդհանրապես ես ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, որ այս դարը մերն է եւ հաղթանակի դարն է։ Ես ուզում եմ, որ գիտակցելու հետ միասին նաեւ դառնանք ել ավելի միասնական եւ ել ավելի կամքով ուժեղ։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու բարեկամներ։ Ցտեսություն։ Տոնական խորտիկ, խաշած լեզու 1 հատ, թանձրուկը, գինի 100 մգ, սև սալորաչիր 30 գրամ, չամիչ 30 գրամ, կիտրոն 1 ճաշի գդալ, ալյուր 1 թեյի գդալ, կարակ 30 գրամ, բարյախորշակ։